Մենք հիմա գտնվում ենք Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարսին Թեղուտ բնակավայրերի ճանապարհահատվածում։ Վերջին 3 տարիների տվյալներով այս ճանապարհահատվածը Տավուշի մարզի ամենավթարավտանգ ճանապարհահատվածն է եւ վերջին 3 տարիների տվյալներով այստեղ արձանագրվել է 21 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով ունեցել ենք 4 զոհ, եւս 61 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2023 թվականին Տավուշի մարզում գրանցվել է 150 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 14 մարդ, 246-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ 2024 թվականին արձանագրվել է 137 պատահար, զոհվել է 11 մարդ, 246-ը վիրավորվել, իսկ 2025 թվականին դեպքերի թիվը հասել է 168-ի, զոհվել է 9 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 347 քաղաքացի։ Այս ճանապարհահատվածն ամենօրյա օգտագործման մեջ է, այստեղով երթևեկում են թե թեթև մարդատար մեքենաներ, թե բեռնատարներ։ Տարածքն աչքի է ընկնում ակտիվ երթևեկությամբ, սակայն միևնույն ժամանակ ունի մի շարք ռիսկային առանձնահատկություններ։ Տեսանելիության սահմանափակ հատվածները, արագության պահպանման հետ կապված խնդիրներն ու վարորդների անուշադրությունը հաճախ դառնում են պատահարների հիմնական պատճառը։ Յուրաքանչյուր սխալ որոշում այս ճանապարհին կարող է արժանանալ շատ ավելի թանկ, քան մի քանի կորցրած վայրկյանը։ Պատահարների հաճախականությունն այս հատվածում մտահոգում է թե վարորդներին, թե պատասխանատու կառույցներին։ Խնդիրը միայն ճանապարհի ֆիզիկական վիճակը չէ, մեծ դեր ունի նաև մարդկային գործոնը, անուշադրությունը, արագության գերազանցումն ու ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Այս ճանապարհահատվածում 2025 թվականին տեղի ունեցել 21 ճանապարհատրանսպորտային պատահար։ Հիմնական պատճառներից արագության գերազանցումը, վտանգավոր վազանցը եւ վարորդների անուշադրությունն է։ Ոստիկանությունը պարբերաբար ուժեղացնում է այս հատվածում իր ծառայությունը, սակայն անհրաժեշտ է նաեւ վարորդների գիտակից վարքագիծը։ Յուրաքանչյուր խախտում, յուրաքանչյուր անուշադրություն կարող է անդառնալի հետևանք ունենալ բոլորիս համար։ Հարգելի քաղաքացիներ, ճանապարհային երթևեկության անվտանգությունը կախված է յուրաքանչյուրիցս։ Ուստի եւս մեկ անգամ հորդորում ենք վարորդներին ճանապարհային երթևեկության ընթացքում լինել առավել զգոն եւ պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։